Ձեռք բերեք իտալական եւ իսպանական նորաբոճ սալիկների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 3900 դրամից։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել, սակայն դրա համար անհրաժեշտ է ապահովել դրանց անվտանգությունն ու փոխել Ուկրաինայի օրենսդրությունը, որը արգելում է ընտրությունների անցկացում ռազմական դրության ժամանակ։ Նախորդին ԱՄՆ նախագահն Ուկրաինային քննադատել էր պատերազմի պատրվակով նախագահական ընտրություններ չանցկացնելու համար։ Պոլիտիկոյին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփն ասել էր, որ ժամանակն է ընտրություններ անցկացնել, քանզի ուկրաինացիները պետք է ունենան այդ հնարավորությունը։ Ես պատրաստ եմ ընտրությունների, Ես խնդրում եմ ԱՄՆ-ին, հնարավոր է մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ապահովել ընտրությունների անվտանգությունը, այդ դեպքում 60-ից 90 օրվա ընթացքում Ուկրաինան պատրաստ կլինի դրանց, ասել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրոպան ամեն կերպ փորձում է հետաձգել Ուկրաինայում դիվանագիտական կարգավորման գործընթացը։ Արևմուտքը միասնական չէ եւ դա հերթական անգամ հաստատվում է վերջին օրերի իրադարձություններով, երբ նախագահ Թրամփն իր հարցազրույցներից մեկում սկզբունքային գնահատական է տվել Եվրոպայի գործողություններին, որոնք ուղղված են ուկրաինական կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնագրերը արհեստականորեն երկարաձգելուն, ապահովելով հենց այն արմատական պատճառների վերացումը, որոնք գլխավոր խոչընդոտ են հանդիսանում այդ ճանապարհին։ Բայց Եվրոպան արհեստականորեն զսպում է այդ գործընթացը, ասել է նա ելույթ ունենալով Դաշնության խորհրդում կայացած կառավարական ժամի ընթացքում։ Եվրամիության դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փոքր բլոկի շուրջ, հիմնական պատժամիջոցների փաթեթից դուրս, այն կներառի ռուսական նավթ տեղափոխող մոտ 40 տանկեր եւ մոտ 10 անհատ։ Այս մասին 10-ին հայտնել է Բրյուսելի դիվանագիտական շրջանակների աղբյուրը։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ Եվրամիության դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանափակ բլոկ, հիմնական պատժամիջոցների փաթեթից դուրս։ Համաձայնություն է ձեռք բերվել ստվերային նավատորմի մոտ 40 տանկերի, ինչպես նաև մոտ 10 անհատների, այդ թվում Ռուսաստանի հետ կապեր ունեցող օտարերկրյա քաղաքացիների Եվրամիության սև ցուցակում ներառելու վերաբերյալ, ասել է դիվանագետը։ Նա հավելել է, որ այս պատժամիջոցները պետք է հաստատվեն արտաքին գործերի նախարարների մակարդակով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ, որից հետո արդեն դրանք կմտնեն ուժի մեջ։ Տեղափոխվենք մեր տարածաշրջան, Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև առկա դրական հարաբերություններն ապահովել են արդյունավետ քննարկումների հնարավորություն F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ։ Նախագահ Թրամփի եւ նախագահ Էրդողանի դրական հարաբերությունները նոր համագործակցության մթնոլորտ են ստեղծել եւ դա էլ ճանապարհ է հարթել այս հարցում մոտավորապես 10 տարվա ընթացքում մեր կողմից իրականացրած ամենաարդյունավետ շփումների համար, ասել է նա։ Բարաքը սոցցանցում արած գրառմամբ տեղեկացրել է նաև, որ Թուրքիայի հետ այժմ շարունակում են բանակցությունները կործանիչների ծրագրում կրկին ներառելու եւ ռուսական S-400 հակաարթիռային համակարգերի օգտագործման վերաբերյալ։ Բացի այդ, վերջինս հայտարարել է, որ կործանիչների ծրագրին վերադառնալու համար Թուրքիան պետք է չօգտագործի եւ չտիրապետի S-400-ները եւ հույս է հայտնել, որ առաջիկա ամիսներին բանակցությունները կավարտվեն թե ԱՄՆ-ի, թե Թուրքիայի անվտանգային կարիքներին համապատասխան արդյունքներով։ Ադրբեջանի արտգործնախարարությունը նախորդին հայտարարել է, որ Եվրամիության եւ Հայաստանի միջև գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ փաստաթուղթը իբր հակասում է երկու երկրների միջև հետկոնֆլիկտային համակեցության գաղափարին։ Նշվում է, թե Եվրամիության ու Հայաստանի միջև առաջիկա 7 տարիների ռազմավարական առաջնահերթությունները սահմանող այս երկկողմ փաստաթղթում իբր Ադրբեջանի դեմ ուղղված հարցերի ներառումը անընդունելի է։ Փաստաթղթի ներածական մասում եւ մի քանի այլ բաժիններում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Ղարաբաղի հայեր արտահայտության օգտագործումը, որը վերաբերում է հայկական ծագում ունեցող բնակիչներին, որոնք կամավոր տեղափոխվել են Հայաստան, Ադրբեջանի վերաինտեգրման ծրագիրը մերժելուց հետո, ինչպես նաև այս հարցը սահմանելով որպես Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթություններից մեկը եւ այս կատեգորիայի մարդկանց անվանելով փախստականներ, Ադրբեջանի նկատմամբ կողմնակալության հստակ դրսևորում է։ Ավելին, փաստաթղթի այն բաժնում, որը նվիրված է Եվրամիության տարածաշրջանում կարգավորման գործընթացներին հնարավոր ներդրմանը, միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիարժեք, արագ եւ արդյունավետ
այդ իրականացման աջակցելու վերաբերյալ դրույթի ներառումը հստակորեն ենթադրում է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված պահանջները, ասվում է հայտարարությունում։ Դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդանը կանցկացնի քննարկում Վրաստանի ժողովրդավարության խորացող ճգնաժամը թեմայով։ Քննարկման ընթացքում Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններ կանեն Եվրախորհրդանի, հանձնաժողովի եւ խորհրդի անդամները։ Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը նոյեմբերի 26-ին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ շատ հավանական է, որ դեկտեմբերին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում Եվրամիության առաջնորդները կհաստատեն, որ Վրաստանի ընդլայնման գործը փակված է։ Նա հավելել է, որ նոյեմբերի 4-ին հրապարակված Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման զեկույցը ցույց է տալիս, որ ներկայիս ընթացքի դեպքում Վրաստանի համար անդամակցության կենսունակ ուղի չկա։ Ամենայն հավանականությամբ դեկտեմբերին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում, երբ մեր պետությունների եւ կառավարությունների ղեկավարները հանդիպեն, նրանք կհաստատեն սա, գործը կփակվի վրացական կողմի գործողությունների պատճառով։ Կարծում եմ, այս գործողությունները կրկին թվարկելու կարիք չկա, բայց թույլ տվեք հիշեցնել, այս երկրում ոչնչացվել են ոչ կառավարական կազմակերպությունները, խախտվում են ցուցարարների իրավունքները, խախտվում է խոսքի եւ հավաքների ազատությունը։ Քաղաքական կուսակցությունները ոչնչացվում են, ասել է Ֆիշերը։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, մնացեք Առաջինի հետ։